Սիրելի հայրենակիցներ, ուրեմն փորձեմ մի փոքր պատմություն պատմեմ, որը ես ականատես եղա վերջին ժամանակներում։ Ուրեմն դատախազությունը հիմնականում օպերատիվ եւ արագ գործումը բացառապես են գործում, որոնք կապում են ընդդիմադիրների հետ։ Իսկ այն բոլոր գործերը, որոնք կապում են պետության անգործության, նախարարությունների ոչ լիարժեք գործողության մասով, ամիսներով ուղղակի նրանք ակնառու ներքերի չեն կարող ոչինչ այստեղից կարելի է անել պարզ հետևություն, որ այս իշխանությունը բացառապես աշխատում է ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր մարդկանց ճնշելու համար։ Այլ գործողություն իրենք ուղղակի չեն անում։ Նույնը վերաբերվում է ոստիկանությանը։ Ոստիկանությունում ես գիտեմ շատ մասնագետներ, ովքեր լիարժեք տիրապետում են իրենց գործին։ Բայց հաշվի առնելով վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետություններում հանցագործությունների աճը, մարդասպանությունները, չեմ խոսում թմրամոլության մասին, հիմա հարցը առաջանում։ Արդյոք այդ մարդիկ չեն կարող այս ամեն ինչի դեմ նայել։ Բայց պատասխանը այստեղ ակնառու է, որ իրենք վստահաբար կարող են, որտեղ ոստիկանության շարքերում կան շատ պրոֆեսիոնալներ, ուղղակի չկա քաղաքական հրահանգ։ Մեր նպատակն է հասնենք նրան, որ Հայաստանում յուրաքանչյուր մարդ օրվա որ ժամին լինի ազատ կարողանա շրջել ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Չլինի ոչ մի վախ, որ ինչ-որ մեկը կարող է դանակով հարձակվել կամ ավտոմեքենայի ազդանշան տալուց հետո ինչ-որ վիճաբանություն ու հետո դանակահարություն։ Այս ամեն ինչի դեմ մենք պայքարելու ենք, որ բոլորը Հայաստանի Հանրապետությունում ապրեն հանգիստ և ազատ միջավայրում։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն սրբազան հայրերին։ Ազատություն, ազատություն, ազատություն։